2018 թվականին Արենը որոշում կայացրեց, որ Հայաստան վերադառնա։ Տանիքը ապրելով արտասահմանում Միացյալ Նահանգներում իր երազանքներով կապված է եղել Հայաստանի հետ։ Տիեզերքի մասին խոսալուց չես կարող չերազել։ Առանց քաղաքական, գաղափարական հարցերը լուծելու այնուամենայնիվ հնարավոր չէ Հայաստանում զբաղվել գիտությամբ արդյունավետ։ Մեզ մոտ եկող երիտասարդների 90-ից ավել տոկոս չգիտեն ինչ են ուզում դառնալ։ Մեզ պետք է ոչ թե մարտունակ բանակ, այլ պաշտպանողունակ բանակ։ Երազել, ունենալ տիեզերական թռիչքներ, տիեզերական ծրագիր Հայաստանում։ Գիտությունը նախ եւ առաջ անվտանգություն է։ Հայաստանում կրթությունը պիտի լինի անվճար եւ աշխարհում ամենավորակյալը։ Ելք ունենք այս ճահիճից դեպի տիեզերք։ Ինչ կաներ խորհրդային միությունը Առանց Վիկտոր Համբարձումյանի եւ Գուրզատյանի։ Բարև ձեզ, եթերում բաց խոսենք նախագիծն է, իմ հյուրը այսօր Միասնություն TV նախաձեռնության անդամ Արեն Մեհրաբյան բարեգործական հիմնադրամի համահիմնադիր Մհեր Մեհրաբյանն է։ Բարև ձեզ, պարոն Մեհրաբյան։ Բարև ձեզ։ 2021 թվականին Երևանում դուք հիմնեցիք Արեն Մեհրաբյան բարեգործական հիմնադրամը հիմքում ունենալով ձեր որդու Արենի երազանքը այն է ԱՄՆ-ում ուսումը ավարտելուց հետո վերադառնալ Հայաստան եւ հայրենիքում հիմնել աերոտիեզերական գործակալություն, հայկական NASA, կարծեմ հենց այսպես էլ ասել է Արենը։ Ցավոք, Արենի երազանքը ստիպված եք դուք իրականացնել, որովհետև Արենը իր կյանքը հայրենիքին տվեց 44-օրյա պատերազմում։ Ես ուզում եմ սկսել մեր զրույցը Արենի երազանքից եւ հենց Արենի մասին։ Շնորհակալություն հրավերի համար։ Արենը երազկոտ երիտասարդ էր եւ դեռ փոքրուց իր երազանքների հետևից հետևողական եւ թվում էր թե տիեզերական երազանքներ են, բայց հետո հասկացանք, որ իրոք տիեզերական են այդ երազանքները եւ տիեզերքի հետ շատ կապված։ Ընդհանրապես տիեզերքի մասին խոսալուց չես կարող չերազել։ Եվ դա շատ տրամաբանական էր եւ 2018 թվականին, երբ Արենը որոշեց վերադառնալ Հայաստան եւ ուսումը կիսատ թողնելով եւ իր պարտքը կատարել հայրենիքի հանդեպ, մեզ որոշումն էլ ինքը տիեզերական որոշում էր։ Եվ ես շատ մեծ ընտրության եւ շատ պատասխանատու ընտրության առաջ էի, երբ տիեզերական երազանքները մի տեսակ հայտնվեց իմ օրակարգում։ Ցավոք, ես գիտակցում եմ թե եւ գիտեմ, թե ինչպիսի զգացում են ունեցել մարդիկ, մեր տղաները, իրենց կյանքը տալուց առաջ հայրենիքին երազանքները թողել են, վստահել են մեզ, որպեսզի իրականություն դարձնենք։ Թերևս հենց երազանքներով ապրելու այդ գաղափարը մեզ նաեւ տարավ դեպի ԱՄՆ, ընտանիքով ուրեմն 2015 թվականին տեղափոխվեցինք աշխատանքով, այլ ոչ ապրելու նպատակով կամ ուրեմն մշտական տեղափոխվելով, չէ, մենք աշխատանքի եւ գիտության եւ կրթության հետ կախված այս խնդիրներով հայտնվեցինք ԱՄՆ-ում եւ ինչպես ասացի 2018 թվականին Արենը որոշում կայացրեց, որ Հայաստան վերադառնա։ Ուրեմն երազանքների առումով տեսեք Հայաստանը մի երկիր է, որը որ թերևս պիտի որ ամենամեծ երազանքները, ամենամեծ տիեզերական ծրագրերը իրականացվեր, որովհետև ավելի պահանջված ոլորտ, ավելի պահանջված տիրույթ չկա, բայց ցավոք սրտի
մարդկանց կառավարման ամբողջ անորակ կառավարելու արդյունքում մենք ունեցանք անկախության տարիների թերևս մեծ վնասը հասցված մեր ապագային, դա գիտության, կրթության հանդեպ, մշակույթի հանդեպ ունեցած անորակ, այսպես ասած, վերաբերմունքներ։ Գիտեք, անել ամեն ինչ ուղղակի հաշվի չառնելով, որ պետություն գոյություն ունի, անել ամեն ինչ անձնական ռեսուրսներով, անձնական պատկերացմամբ, սա շատ դժվար է։ Եվ դժվար է, եւ սա այն հետ կանգնելու մեխանիզմներ բերում, վախերը, որ մինչև այսօր ունեմ։ 2021 թվականին պատերազմի հաջորդ տարին որոշում կայացեցինք ստեղծել Արեն Մեհրաբյան բարեգործական հիմնադրամը, որը տալու է երիտասարդներին աերոտիեզերական, ուրեմն ինժեներական կրթություն։ Ոչ ֆորմալ, բայց մենք ուզում ենք, որ երիտասարդները առիթ ունենան իրենց կյանքում մեկ անգամ եւս մտածել եւ որպեսզի փոխեն իրենց ապագան, տեսնեն արդյոք իրենք կարող են հաջողել աերոտիեզերական կամ ընդհանրապես ինժեներիայի մեջ, գիտության մեջ։ Ինչպես եք ընտրում երիտասարդներին, պարոն Մեհրաբյան, ովքեր են ձեզ մոտ սովորում։ Ընտրությունը շատ պարզ մեթոդ է, ուրեմն ծնողական զգացումներով կարող եմ ասել, որովհետև ոչ մի նախնական պատրաստվածություն կամ ասենք քննություն չեն հանձնում։ Սա արվում է երիտասարդների համար, սա արվում է երիտասարդի համար, որը սխալ ընտրություն կամ ընդհանրապես ընտրություն չի կատարել իր կյանքում մասնագիտության ընտրություն չի կատարել։ Մեզ մոտ եկող երիտասարդների շատ ցավալի բան եմ ասում, բայց 90-ից ավել տոկոս չգիտեն ինչ են ուզում դառնալ։ Երազանք չունեն իրենց մասնագիտանալու համար։ Սա մենք օգնում ենք իրենց, որ կարողանան մասնագիտական կողմնորոշում, մենք այսպես շատ պարզ հարց ենք տալիս, միգուցե փորձես քեզ աերոտիեզերական կամ ընդհանրապես ինժեներիայի մեջ, եւ եթե դուրդ եկավ, կշարունակես։ Կրթությունը անվճար է, եւ սա ավելի մեծ հնարավորություն է տալիս իրենց, որ ազատ մտածեն եւ այսպես ասած կախվածություններ չունենան այդ որոշում ընդունելու ժամանակ, ազատ որոշում կայացնեն։ Պարոն Մեհրաբյան, 2023 թվականին դուք հիմնեցիք նաև աերոտիեզերական գործակալությունը, հավանաբար սա ավելի ուղիղ կապ ուներ Արենի երազանքի հետ։ Այո։ Եթե կարելի է մի փոքր գործակալության մասին։ Հայկական ՆԱՍԱ-ի։ Հայկական աերոտիեզերական գործակալությունը, հայկական ՆԱՍԱ-ն, ընդհանրապես ՆԱՍԱ-ն կամ տիեզերական գործակալությունները բոլոր պետությունները, համարյա բոլոր պետություններն ունեն, եւ դա կատարում է շատ կարևոր ֆունկցիա պետության, այսպես ասած, համար։ Ինքը գիտաինժեներական ուղեղն է երկրի։ Այնտեղ են ծնվում, մշակվում եւ հետագայում կյանքի կոչվում նորագույն տեխնոլոգիաները։ Սա մի միջավայր է, որ մարդկային, ուրեմն իդեան, քաղաքացիների անհատների, անկախ նրանից, թե դրանք աերոտիեզերական ոլորտում են, այսպես ասած, ոլորտի համար են գեներացրել այդ իդեան, թե չէ, իրենց իդեաները հնարավորություն են ստանում
իրականություն դառնալու եւ դառնալու product եւ մտնելու մեր կենցաղ թերևս անկախության տարիներին, հա, մեր այտենց ոչ մի կառավարություն չի նախաձեռնել եւ դեռ չի նախաձեռնում ունենալու նման գործակալություն, ինչի համար երևի թե մի քիչ առաջ ասացի, որ անորակ վերաբերմունքը կառավարելու անորակ անա եւ անգրագետ լինելով չեն տեսնում այն պոտենցիալը, որ հայրը ունեն։ Այսինքն որևէ մասնաբաժին պետությունն այստեղ չունի։ Ոչ։ Բայց ուզում եմ հատկապես այսպես նշել, որ թեկուզ եւ ինքը մասնավոր փակ բաժնետիրական ընկերություն է եւ հիմնադիրը ես եմ եւ բաժնետերը, բայց ես լինելով պետական մտածելակերպով մարդ գտել եմ, որ դա շատ կարեւոր է, որ պետության մեջ լինի այդ կազմակերպությունը եւ ես հրաժարվել եմ անձնական շահից եւ ունեցվածքից իշահ ուրեմն ընկերություն։ Հիմա դա ընկերությունը գտնվում է Հայաստանում, բնականաբար Հայաստանի Հանրապետության սեփականություն։ Այո, կգա կառավարություն, որ կգիտակցի տիեզերական գործակալության, հա, ոլորտի պատասխանատվություն վերցնելու, հա, այդ կազմակերպությունը, որը կվերցնի իր վրա ոլորտի զարգացման պատասխանատվությունը, ունենալու այդ ուրեմն անհրաժեշտությունը, ուրեմն նա կստանա հայկական աերոտիեզերական գործակալությունը կդառնա պետական, հա, կազմակերպություն, բայց արդեն չենք սկսի զրոյից, այլ կունենանք արդեն կայացած կազմակերպություն։ Իհարկե շատ դժվար է մենակով տանել այս բանը, խաչը, բայց խաչը որ պիտի ուրեմն տանել, եւ ես դա անում եմ։ Սա է պատճառը, պարոն Մեհրաբյան, որ ձեր ենթադրում եմ հսկայական աշխատանքին զուգահեռ Արեն Մեհրաբյան հիմնադրամում, աերոտիեզերական գործակալությունում ձեր անունը տեսնում ենք նաև վերջերս քաղաքական հայտ ներկայացրած միասնության թվեր նախաձեռնության անդամների ցանկում։ Ինչ է սա նշանակում, որ առանց քաղաքական գաղափարական հարցերը լուծելու այնուամենայնիվ հնարավոր չէ Հայաստանում զբաղվել գիտությամբ արդյունավետ։ Թերևս սրանք շահկապված խնդիրներ են եւ ինչպես ասացի, կարելի է անձնական ցանկությամբ ջանք եւ երանգ ներդնելով հասնել ինչ որ բանի, բայց սա շատ քիչ է։ Պետական մտածելակերպի բացակայություն ունենք պետական կառավարման համակարգում։ Այսօր մսխվում է մարդկային ներուժը, մարդկային ռեսուրսը ամբողջությամբ կարելի ասել ամբողջությամբ գիտական, մշակութային եւ ապագայի հետ կապված ցանկացած ծրագիր լքում է Հայաստանը։ Տեսեք, ստեղծագործությունը մարդու ֆունկցիա է, պետության ֆունկցիան չի։ Պետությունը պետք է հնարավորություն տա մարդուն ստեղծագործելու։ Եթե մենք խոսում ենք գիտության մասին կամ կրթության կամ մշակույթի մասին, սա ուղղակի մարդը թույլ է մենակով հայտնվելու, մենակով ստեղծելու համակարգ։ Պետությունը պետք է տա մարդուն մաքսիմալ հնարավորություն ստեղծագործելու։ Սա է թերևս պետության միակ ֆունկցիա։ Այդ առումով գիտությունը 30 քանի տարի, 34 տարի արդեն կամ 5 տարի, արդեն մենք կորցնում ենք գիտությունը, կորցնում ենք մշակույթը, կորցնում ենք դրանց զարգացումները Հայաստանում։ Սա առանց քաղաքական եւ գաղափարական մոտեցման լուծում չունի։ Ես կատարել եմ փորձեր
բայց ցավոք դրանք ոչ էֆեկտիվ են, այսինքն ունենալով հայկական աերոտիեզերական գործակալություն, կատարելով անձնական ներդրումներ, դա դեռ շատ քիչ է, մենք կորցնում ենք սերունդ։ Այսինքն դուք ուզում եք մասնակցել այն պետության շինարարությանը, որտեղ հնարավոր կլինի զարգացնել գիտությունը եւ ի վերջո ձեր երազանքները ի կատարածել։ Այո, գիտեք, մենք մի հատ շատ լավ հեքիաթ ունենք։ Կոչվում է Պոչատաղվեսը։ Հայ Պոչատաղվեսի երազանքը պոչը կծմցել, գնալ ընկերներին հասնել։ Այդ երազանքը իրականացնելու համար ինքը այդ ամբողջ process-ով անցնում է, եւ երևի թե նույն ճակատագիրը մենք ունենք, ես ունեմ, այսինքն երազել ունենալ տիեզերական թռիչքներ, տիեզերական ծրագիր Հայաստանում, կրթության ուրեմն պիտի ունենանք երիտասարդներ, պիտի ունենանք մարդկային ռեսուրս, ուրեմն պիտի ներդրում կատարենք կրթության մեջ, ուրեմն ես սկսեցի կրթությունը, աերոտիեզերական ինժեներության կրթություն, հետո պիտի ունենանք լաբորատորիաներ, եւ հետո ես ստեղծում եմ լաբորատորիաներ, աերոտիեզերական ոլորտի զարգացման համար, հետո պիտի ունենանք գիտաինժեներական ծրագրեր, ես ունեմ 6 ծրագիր գիտաինժեներական ծրագրեր ունեմ, եւ հետո պիտի ունենանք արդյունաբերություն, աերոտիեզերական արդյունաբերություն, որ ինքը կարողանա այս իդեաները պրոդուկտ դառնալով, պիտի արտադրության մեջ լինեն, հետո ինքը կարողանա ֆինանսավորի կրթությունը, գիտափորձագիտական մասը հետագայում։ Թվում է թե պետության ֆունկցիա են վերցնում ին վրա։ Այո, տենց է։ Պետության ֆունկցիա են վերցնում։ Իսկ արդյոք ավելի էֆեկտիվ չի լինի աշխատել, եթե մենք նորմալ կառավարում ունենանք այս պետության մեջ։ Այո, ավելի էֆեկտիվ։ Եվ այդ ձգտումը սա ինքնանպատակ չի։ Այդ ձգտումն է կարևոր, որ ես այո մտնում եմ ոչ թե քաղաքական, այլ գաղափարական փոփոխություններ եմ ուզում արվի Հայաստանում, որ մարդը արժեք ստանա։ Մարդուն մենք դնենք ամենաբարձր արժեք, միակ ռեսուրսն է, որ այսօր մենք ունենք Հայաստանում, մարդը։ Եվ սրանից է ածանցվում ազգը, մարդուց է ածանցվում լավ գիտնականը, լավ մշակութային գործիչը, արվեստագետը եւ այլն։ Ուրեմն պիտի աշխատանք կատարել փոխելու այս ամեն ինչ։ Այս իրականությունը փոխել դուք ասեք դժվար չի։ Ես ասում եմ, որ ավելի հեշտ է այդ իրականությունը փոխել, քան տեսնել թե ինչպես է ուրեմն չգնահատված լինելով երիտասարդությունը զոհվում կամ ինքնաոչնչանում։ Պարոն Հրապյան, ինչ կոնկրետ լուծումներ է առաջարկում Միասնության թվեր քաղաքական նախաձեռնությունը հենց գիտության ոլորտում։ Համոզված եմ, որ ակտիվ ներգրավվածություն ունեցել եք ծրագրային մշակումներում, ձեր գաղափարներով։ Եթե կարելի է կոնկրետ մի քանի ուղղակի կարևորագույն շեշտադրումները։ Հայաստանում գոյություն ունի մի շատ մեծ խնդրեմ գիտության ասպարեզում, դա շատ է անգամ խոսվում տարբեր գիտաինժեներական միջոցառումների ժամանակ, վերջերս էլ ինժեներական շաբաթվա ընթացքում արծարծվեց եւ այլն։ Տեսեք, գիտությունը այսօր շատ իզոլացված է։ Մենք ենթադրում ենք, որ կամ մենք վստահ ենք, որ գիտությունը դա մի բան է, որը որ մարդկանց հետ բան չունի, կապ չունի, մշակույթը դա շատ իզոլացված բան է, անհատների խնդիր է, ինչով ուզում են թող զբաղվեն, դա պետության հետ ընդհանրապես կապ չունի։ Բայց դա տենց չի։ Պրոբլեմի, այսպես ասած, սահմանումը հետևյալ ձևով է կատարվում։ Մենք մարդու մեջ ուրեմն ծնվում է իդեա, իդեան պիտի դառնա պրոդուկտ, եւ պրոդուկտը
ուրեմն զարգացնում է պետությանը, հա։ Այ ոնց ենք մշակում իդեան, իդեայի միջև պրոդուկտ այս ճանապարհը, հա, գիտաինժեներական ճանապարհը, մշակման մեթոդոլոգիա կա։ Արևմուտքը ունի իր մեթոդը, ուրեմն Ռուսաստանը ունի իր մեթոդը, Չինաստանը ունի հստակ պրոտոկոլային, հա, տենց բան։ Մենք չունենք абսուրդ, ուրեմն մի ազգ, որոնց անհատներում ծնվում են ամենաշատ քանակով գիտաինժեներական, հա, ինժեներական ավելի շատ գաղափարներ, իդեաներ, մենք չունենք այդ մշակման պատկերացումը, ինչպես պիտի մշակենք եւ դա դարձնենք պրոդուկտ։ Եվ այն մարդիկ, ովքեր ունեն այդ իդեաները, միակ տարբերակը, որ իրենք կարող են իրականացնել, դա իրականացնել դրսում։ Մարդիկ արտագաղթում են հենց իդեաների բանով, հա։ Եվ ինչն է խանգարում մեզ, որ Հայաստանում կազմակերպենք սա։ Ուրեմն հստակ ծրագրեր ունենք գիտական մտքի մշակման, հա, բաներ իրականացման համար ստեղծել հնարավորություններ։ Պետությունը ներդրում պետք է անի այս process-ի մեջ։ Ներդրում պետք է անի տևական եւ երկարաժամկետ ներդրումներ պիտի անի։ Թերևս կառավարությունների մեծ խնդիրը Հայաստանում նա է, որ կարճաժամկետ ծրագրերում են ներդրում անում, որը որ ավելի, այսպես ասած, PR-ի տեսանկյունից, հա, բանա, ձեռնտու է։ Ցանկացած գիտական, ինժեներական բան, նախաձեռնություն, ուրեմն ոչնչանում կամ ոչնչանում է, կամ դառնում է PR էլեմենտ։ Եթե այդ երկու տարբերակն է, եթե ինքը ուրիշ տարբերակ չկա, այսինքն երկարաժամկետ բանի մեջ, օրինակ կրթական ծրագրերի մեջ ներդրում չի կատարվում։ Գիտական process-ների մեջ, հա, գիտական այդ իդեայից միջև պրոդուկտ կարող է տևի մի քանի տասնյակ տարի, բայց սա է լինելու ապագայի Հայաստանի, հա, այդ ողնաշարը։ Եվ մենք հրաժարվում ենք այդ ողնաշարից այսօր, չգիտակցելով, անգամ ողնուղեղ չունենալով։ Ուղեղ չունենք, ոչինչ, ողնուղեղ էլ չունենք, որ կարողանանք այդ ողնաշարը կայուն պահենք, հա։ Եվ ունենք հստակ ծրագիր աերոտիեզերական ոլորտի բանով, հենց այս միջավայրը, որ պիտի ստեղծենք գիտական մտքի մշակման, մշակութային մտքի, հա, ուրեմն իրագործման, այնտեղ կոմերցիալիզացիա չունես։ Եվ կարիք էլ չի երևի թե ունենալ, բայց դա տալիս է այդ ազգային ինքնության մի հատ կերպար, մի արժեք, որը տրանսֆորմացիա է լինում ամբողջ հասարակության որակն է փոխվում, հա։ Էսի երկարաժամկետ ծրագիր է, երկար ցկվող ծրագիր է, համբերատարությամբ պետք է վերաբերվես կրթության, մշակույթի խնդիրներին։ Գիտությունը թերևս կարող է շատ արագել, հա, ասենք բաներ տա, արդյունք տա, հա, դրական արդյունքներ տա, բայց սրա համբերությունն էլ պիտի ունենալ։ Ժամանակին ձեր նշած որակը հայ ժողովրդին տալիս էր Վիկտոր Համբարձումյանը, բայց ես մտածում եմ, որ իսկ ինչ կարող էր անել Վիկտոր Համբարձումյանը կամ թեկուզ Գրիգոր Գուրզադյանը այս ոլորտում, եթե նրանց թիկունքին կանգնած չլիներ խորհրդային պետությունը, պարոն Մեհրաբյան։ Ենթադրում եմ ոլորտը, որով դուք զբաղվում եք, բավականին թանքաճույք է։ Հայաստանը ինչ ներուժ ունի այստեղ։ Արդյոք Հայաստանի ունեցած ներուժը բավարար է ձեր նշած ծրագրեր իրականացնելու համար։ Նյութական եւ մարդկային ռեսուրսի առումով։ Գոյություն են պրագմատիկ հաշվարկներ, որի մասին կասեմ, բայց ես մի հատ ուզում եմ հարցին հարցով պատասխանել։ Ձեր տված հարցի։ Ինչ կաներ խորհրդային միությունը առանց Վիկտոր Համբարձումյանի եւ Գուրզադյանի։ Համաձայն եմ։ Առանց Քեմուրջյանի։ Բայց նրանց հայտնաբերեց, գնահատեց, տվեց հնարավորություններ իրենց նպատակները, իրենց փորձերը իրականացնելու։ Ինչպիսի կլիներ խորհրդային միությունը։
Խորհրդային Միության գիտությունը, աերոտիեզերական ամբողջ համակարգը ինչպիսին կլիներ, միգուցե չլիներ, հա, ուրեմն պետության հենց ամենակարևոր խնդիրը մի քիչ առաջ որ ես ասացի, դա մարդուն տալ հնարավորություն էր։ Թերևս էս ամենակարևոր խնդիրը կրթվելու, զբաղվելու մշակույթով, գիտությամբ եւ հասնելու անձնական երազանքներին մարդու։ Առանց սրա պետությունը հզոր չի, առանց սրա պետությունը չի կարող գոյություն ունենալ, ես կասեի։ Եվ այդ իմաստով մարդիկ ի ծնե պատկանում են մշակույթին, գիտությանը, իրենց մարդու կարևորագույն ֆունկցիանը ստեղծագործելը, ստեղծագործ մարդն է, մարդ։ Եվ այստեղ ոչ մի պետություն բան չունի, դերակատարում չունի իրենց ով լինելու կամ ինչպիսի ստեղծագործության մեջ ներգրավելու վրա ազդեցություն պետությունները չունեն։ Մարդը ինքնին ներքին պահանջարկ ունի ստեղծագործության, հա, եւ եթե դա չի բավարարվում այս պետության շրջանակներում, մարդը լքում է պետությունը։ Բավարարում է այլ պետության մեջ։ Հիմա մարդկային ռեսուրսների գնահատման տեսանկյունից եթե նայում եք պրագմատիկ հաշվարկներ, տեսեք հայազգի ներկայացուցիչներ, մենք բազմաթիվ ուրեմն ներկայացուցիչներ ունենք ամերիկյան NASA-ում, որոնք աշխատում են գիտական, ինժեներական, գիտաինժեներական տարբեր ծրագրերում, ծրագրերի ղեկավարներ են եւ այլն։ Եվ ունենք բազմաթիվ ներկայացուցիչներ եվրոպական տիեզերական գործակալություններում եւ ուրեմն ռուսական Ռոսկոսմոսում։ Եվ նաեւ աշխարհում տարբեր երկրներում ունենք ներկայացուցիչներ, ոչ մեծ քանակով, բայց սա արդեն բավարար է ապացուցելու, որ թերևս իմ բանով, զգացումով ես կարող եմ ասեմ, որ հայ ժողովուրդը ինչ որ մի ուղիղ կապ ունի տիեզերքի հետ եւ այդ տիեզերական երազանքները իր մեջ շատ ավելի խորն են դրված, որովհետեւ համեմատական բանով որ նայում եք, հա, ասենք շատ քիչ ազգեր կան, որ այսպեսի ներգրավվածություն ունեն առաջին օրվանից տիեզերական ծրագրերի տարբեր երկրներում առաջին օրվանից ներգրավվածություն ունեն այս քանակով եւ այս խորությամբ եւ շատ པարզ բան եմ ասում, ուղղակի ստեղծում եք հնարավորություններ երկրում այդ մարդկանց համար աշխատելու, բերում եք տիեզերական ծրագրերը դնում եք օրակարգի մեջ, երկարաժամկետ ներդրում եք կատարում եւ կտեսնեք թե ոնց է այդ պոտենցիալների տարբերությունը գիտական ներգաղթ առաջացնում, հա։ Դուք բերեք Հայաստանում պայմաններ ստեղծենք բիզնեսի համար, հա, բիզնեսի դրախտ սարքենք, ամենակիչ հարկերը վճարեն բիզնեսները Հայաստանում, դուք կտեսնեք ինչպիսի բիզնես ներգաղթ է, հա, հենց Սփյուռքի մեր հայրենակիցների բիզնես ներգաղթ է սկսվում դեպի Հայաստան, հա, ոնց է զարգանում տնտեսությունը, գիտությունը, ինժեներիան, հա, ինչպես է բարձրանում ՀՆԱ-ն եւ ինչպես է բարձրանում բանը բյուջեն, հա, ինչպես է մեծանում բյուջեն։ Այս կարգի բաները ուղղակի պարզ երևակայություն ունեցող եւ պրագմատիկ հաշվարկներ անելու ունակություն պետք է ունենալ։ Տեսնել սեփական ժողովրդի պոտենցիալը։ Այո, գիտությունը նենց բան է, որ այսօր կրթությունը, գիտությունը, հա, կրթում ես մի հատ երեխայի, որի դպրոցական տարիքում է եւ մի քանի տարի հետո, հա, 10 տարի, 15 տարի հետո նա սկսում է ինչ որ գիտական մտքի, հա, ամբողջ աշխարհում դոմինացիա անել, հա, դառնում է սեփականատերը այդ բանին եւ դարձնում է քո պետությանը սեփականատերը այդ մտքի, այդ գիտական, ասենք, բանին, հա, առաջընթացին։
սպառողական շատ կարևոր նշանակությանը զուգահեռ եւ ըստիս դեռ ավելին գիտությունը նախ եւ առաջ անվտանգություն է, այսինքն ցանկացած պետության համար ունենալ զարգացած գիտական ներուժ, դա նշանակում է լինել ավելի պաշտպանված։ Ճիշտ ասած, այս հարցը ձեզ ուզում եմ ուղղել ոչ միայն որպես գիտնականի, այլ նաեւ որպես պահեստազորի սպայի, պարոն Մեհրաբյան, որովհետև գիտեմ դուք ինքներդ մասնակցել եք 44-օրյա պատերազմին, վիրավորվել եք, կոչումով լեյտենանտ եք, եթե չեմ սխալվում։ Ինչպես եք վերաբերում Նիկոլ Փաշինյանի վերջերս արած այն հայտարարությանը, որ մեզ պետք է ոչ թե մարտունակ բանակ, այլ պաշտպանողունակ բանակ։ Միթե դրանք մեկը մյուսին հակասում են։ Կարելի է սեփական ուրեմն ներքին սահմանափակումները տարբեր բառերի միջոցով, բառակապակցությունների միջոցով կարելի է դարձնել համոզիչ, բայց եթե մենք տիրապետում ենք այն հնարավորություններին եւ այն մտքերին, որը որ կարող է զուտ կատարել, լինել հիմք կատարելու այն տարական ֆունկցիան, անգամ, որը պետությունը ստանձնել է, կառավարությունները ստանձնում են, դա երկրի պաշտպանության հարցն է։ Պաշտպանվել բացասական նշանով դա հարձակվելն է, թե չէ։ Հիմա դուք դրեք հարձակողական բանակ, պաշտպանողական բանակ, Ամերիկան Թրամփը հայտարարություն արեց, կարծեմ, որ իր պաշտպանության նախարարությունը հիմա կոչվում են պատերազմի նախարարություն, հա։ Defense բառը փոխարինվեց war բառով։ Եվ սա շատ պարզ ուղերձ է, թե մենք ինչ ենք ուզում կամ ինչ ենք կարող անել։ Գիտեք, էլի մենք ասացվածքներ ունենք, ասում ենք աղվեսի դունչը խաղողին չհասավ, ասեց խակա, ցանկացած բան կարող ես ասես։ Կարող ես ընդհանրապես ասել, որ ես ոչ պաշտպանության ուրեմն նախարարություն ունեմ, ոչ հարձակվելու, ոչ բանակ, ոչ մի բան չունեմ, բայց ունենաս ամեն ինչ, հա, ասելով չի, անելով է, հա, սա ուղղակի այն ինչ որ տեղի է ունենում այսօր, դա հակասում եմ մեր ազգային, մշակութային, գիտական, ուրեմն քաղաքացիների, հա, պաշտպանության եւ այլն հարցերին։ Եթե ուղղակի շրջապատված ենք մենք կամ շրջապատված ենք կարելի ասել մեր ուրեմն չարակամ, այսպես ասած, պետություններով եւ իրենց խնդիրը մեր չգոյությունն է, դուք չեք կարող ուղղակի, հա, անտարբեր լինել եւ տարբեր բառակապակցություններ ստեղծել, որպեսզի չեզոքացնեք այս բանը, այդ վտանգը։ Ուրեմն տեսնելով իրական պրագմատիկ հաշվարկները, վերջին տարիներին ռազմարտունաբերության ներդրումները, գիտաինժեներական աշխատանքների անորակությունը եւ այդ մշակման, այդ մտքերի մշակման անորակությունը եւ չունենալով այն հստակ կազմակերպությունները եւ պատասխանատուները, ովքեր կարող են իրականացնել այս կարգի, ասենք, ծրագրերը, ես տեսնում եմ, որ չէ, մեծ սուտ կա այստեղ, ստում են եւ ստում են ժողովրդին։ Կարող ենք անենք, այո, կարող ենք անենք, պիտի անել, այո, պիտի անել, ուրիշ տարբերակ ես չեմ տեսնում, ես մենակ իմ կարողությունների մասով եւ իմ հնարավորությունների մասով կարող եմ ասել, այո, ես կարող եմ անել, ես պիտի անեմ։ Պարոն Մեհրաբյան, դուք հրաշալի օրինակ եք մի մարդու, որի ընտանիքը ապրելով արտասահմանում, Միացյալ Նահանգներում իր երազանքներով կապված է եղել Հայաստանի հետ։ Արենի երազանքը, ենթադրում եմ, եւս ընտանեկան դաստիարակության արդյունք էր։ Գալ Հայաստան եւ իր այնինչ սովորել է ներդնել Հայաստանում։ Բայց ճիշտ ասած ես դժվարանում եմ այս պահին ենթադրություններ անել։ Սփյուռքում քանի հայ ընտանիք կգտնվի, որ իր երազանքներով եւ ապագայի նպատակներով Հայաստանում է, հատկապես վերջին տարիներին, պատերազմից հետո
կրած կորուստներից, հիասթափություններից հետո եւ փոխադարձ անվստահությունից հետո, որ ձևավորվել է վերջին տարիներին։ Ես չէի առանձնացնի հարցը չէի տա միայն Սփյուռքի հետ կախված։ Որպես ներուժ եմ տալիս, որովհետև մենք երևի համաշխարհային ազգ ենք այս առումով եւ ամեն խնդրի մասին խոսելիս միշտ նկատի ենք ունենում նաեւ մեր դրսի ներուժը։ Տեսեք, Սփյուռքը ցավոք սրտի թե բարեբախտաբար ես չեմ կարող ասել, բայց ունենալ Սփյուռք եւ Սփյուռքին դնել ամենավատ իրավիճակում հարցը ինչի համար տենց չէի տա միայն Սփյուռքին, որովհետև այդ ներուժը նաև ներսից է գնում դուրս։ Մենք ինչ ենք անում ներսում, որ հələ մի բան էլ անում ենք Սփյուռքի համար։ Մենք ոչ մի բան չենք անում ուրեմն ներսի ժողովրդի համար եւ բացարձակապես հրաժարվեցինք բացի եւ բացահայտ հրաժարվեցինք Սփյուռքից։ Սա է տեղի ունենում։ Ներուժի առումով հետեւյալն է ներուժը։ Մարդկային ռեսուրսը այսօր մարդկային ռեսուրսը ընդհանրապես աշխարհում ամենաթանկ ռեսուրսն է։ Այսօր նավթը եւ այլն, մենք հասկացանք, որ 21-րդ դարում մարդկային ռեսուրսը դա ամենաթանկ ռեսուրսն է աշխարհում։ Եվ դա մենք ունենք։ Եվ ունենք կրթված, եւ ունենք մենք ստեղծագործ, գիտակից, ուրեմն հասարակություն ներսում եւ դրսում։ Այստեղ խնդիրը, եթե ես հարց տամ բոլորին, յուրաքանչյուրին, ինչ պայմաններ կուզեիք, որ Հայաստանում լիներ, ինչ երազանքներ կուզենայիք ունենայիք Հայաստանի համար, որը ձեզ Հայաստանը կդարձներ աշխարհի միակ երկիրը, որ դուք երբեք չէիք լքի, հա? Դուք կուզենայիք, որ Հայաստանում ապրեիք, կերազեիք Հայաստանում ապրեիք, այ որ երկիրը, ինչ պիտի լինի, ինչ երազանքներ պիտի իրագործվեն Հայաստանում, որ դուք վերադառնաք կամ չլքեք, ուրիշ պետություն չդառնա ձեր երազանքների իրագործման համար պետություն, այ որը պիտի լինի դա։ Եկեք սա սահմանենք, շատ պարզ միտք եմ ասում։ Եկեք սահմանենք յուրաքանչյուրս, հա։ Ես օրինակ համար բերում եմ, ասում եմ 7 երազանք ունեմ։ Դուք էլ ունեք արդյոք այս երազանքները։ Առաջինը, Հայաստանում կրթությունը պիտի լինի անվճար եւ աշխարհում ամենավորակյալը։ Ունեք երազանք։ Ուրեմն ես եւ դուք նույն երազանքներ ունենք Հայաստանում։ Համար 1։ Համար 2։ Ես երազում եմ, որ առողջապահությունը Հայաստանում լինի անվճար եւ աշխարհում ամենավորակով։ Ունեք այս երազանք անձնական։ Ուրեմն համեցեք Հայաստան։ 3. Թոշակները պիտի լինի աշխարհում ամենաբարձրը։ Ունեք այս երազանք։ Այո, համեցեք Հայաստան։ Բարի վերադարձ։ 4. Հայաստանը պիտի լինի աշխարհում ամենամաքուր, էկոլոգիապես մաքուր եւ սնունդի եւ միջավայրի տեսանկյունից երկիրը։ Ունեք այս երազանք, համեցեք Հայաստան։ Եվ ամենաանվտանգ երկիրը պիտի լինի արտաքին եւ ներքին թշնամիներից, հա։ Ուրեմն թշնամիները պիտի վախենան, սարսափեն մեր սահմաններին մոտիկ գանուց, այս սահմանները, որոնք որ մենք գիտենք, որ մերն է, մեր սահմաններն է, հա, ոչ պայմանագրային, ոչ եւ այլն։ Եվ 6-րդ երազանք, ուրեմն արդարադատությունը պիտի Հայաստանում լինի ամենաբարձրը։ 7-րդ երազանքը պիտի լինի Հայաստանում մարդը, բիզնեսը, երկիրը պիտի լինեն մրցունակը։ Այսինքն Հայաստանում պիտի ամենաքիչ հարկերը լինեն, որպեսզի բիզնեսի համար դրախտ լինի։ Հիմա ես հարցնում եմ, եթե այսպիսի Հայաստան լինի, դուք կվերադառնաք, դուք կլքեք այս Հայաստանը, չէ։ Աշխարհում կլինի ամենալավ երկիրը ապրելու համար, մարդու համար, հա, մեր համար։ Հիմա, եթե մենք այս երազանքը
7 երազանքների երկիրը որոշեցինք իրար հետ, հա, յուրաքանչյուրս, որ մենք այսպես երկիր ենք ուզում, ուրեմն պիտի կուսակցությունները եւ այլն, հա, ասենք քաղաքական ուժերը պիտի առաջարկեն այն ճանապարհը, որ Հայաստանը կդարձնի մեր երազած երկիրը։ Մենք այս երկիրն ենք ուզում, եղբայր։ Նենց արեք, որ դառնա սա։ Հիմա որ մի կուսակցությունը, որ կառաջարկի ավելի կարճ, ավելի էֆեկտիվ, ավելի ռացիոնալ, ավելի հաշվարկված եւ անվտանգ ճանապարհ այս Հայաստանից մյուս Հայաստանը, եւ ես սա չեմ համարում 5-րդ հա հանրապետություն կամ 6-րդ հանրապետություն չէ, երրորդով էլ մենք կբավարարենք, հա, եւ այս բանով, հա, դա ընդհանրապես կարևոր չի մարդկանց համար, որ երրորդ հանրապետությունն է թվով, հա, կարևորը որ դառնում է դա հայի համար եւ մեր հայրենակիցների համար, ուրեմն մարդու համար ամենալավ տեղը ապրելու երազած երկիր։ Հիմա ձեր հարցին պատասխանելով ես ասում եմ պիտի ստեղծենք այն պայմանները, շատ կարճ ժամանակում պիտի ստեղծենք այն պայմանները, որ մարդիկ չկարողանան դուրս ապրեն, երազեն Հայաստան վերադառնալու, հա, եթե մեկը երեխա է, երիտասարդ է կամ ուզում է որ կրթվի եւ աշխարհում ամենալավ կրթությունը Հայաստանում է, ինքը չի նայելու ուրիշ երկիր եւ վճարովի տանի այնտեղ երեխային, հա, ուրեմն երեխան ձգտելու է Հայաստանում անվճար եւ աշխարհի ամենավորակով կրթությունը ստանալու։ Եթե ինքը կարողանալու է այդ կրթված կրթությունը դարձնի բիզնես, ներդրում անի, հա, այսինքն իր մասնագիտական հնարավորությունները ամենապահանջվածը լինելու է Հայաստանում, ինքը չի ձգտելու դուրս մեկնի կամ դրսում մնա, հա, ուրեմն պոտենցիալների տարբերություն է, ուրեմն ձգտում է վերադառնալ Հայաստան, հայաստանցին ընդհանրապես դուրս չի նայի գնա դուրս աշխատի կամ աշխատանքի կամ ասենք բիզնեսի հաջողության կամ մասնագիտական հաջողության համար, հա, երազանքի համար դուրս չեն գա, կմնան ներսում։ Եվ սա է թերևս այն գաղափարական հիմքը, որը դրված է հենց միասնության ուրեմն թևերի հիմքում եւ արդեն տեսեք կուսակցություններ այս դեպքում դառնում են մասնագիտական կառույցներ, շատ կարևոր խնդիր է։ Եվ միասնության թևերը այսօր չի բերում եւ մրցակցության մեջ մտնում մյուս կուսակցությունների հետ, այլ ասում է ուզում ենք այս երկիրը դարձնենք մեր երազած, հա, մեր քաղաքացու, մեր սփյուռքի, մեր հայրենակիցների երազած երկիրը։ Եկեք իրար հետ, հա, մասնագիտական բանով, հա, արդեն որոշումներ կայացնենք, որոշենք այն ճանապարհային քարտեզը բանանենք, որ հնարավորինս արագ եւ էֆեկտիվ բերենք հասցնենք այդ ժողովրդի երազած Հայաստանին, հա, սա է խնդիրը, թե քանի կուսակցություն կլինի իմ պատկերացմամբ ազգային ժողովում եւ քանի ներկայացուցիչ կունենա կամ մեծամասնություն կունենան կամ ոչ, դա ընդհանրապես կարևոր չի, որովհետեւ ազգային ժողովում չեն քննարկվելու ուրեմն ժողովրդի երազանքների այդ կետը փոխելը։ Այս 7 երազանքները ոչ մեկ չի կարող փոխի, որովհետեւ ժողովրդի ընտրությունն է։ Եվ այնտեղ ազգային ժողովում գնում է մասնագիտական քննարկում, թե ինչպես անել, որ այդ, հա, անվտանգության հարցերը մաքսիմալ լուծել, դա հիմա կլինի պաշտպանական, հարձակվողական եւ այլն, եթե դու հարձակվողական զենք չունես, զսպող միջոց ենք այլ բառերով ասում, հա, եթե Փաշինյանին հարց տակ, խնդրում եմ ես հարցը տվեք պաշտպանական զենքի մեջ մտնում է զսպող միջոցը թե չէ, հա, շատ կարևոր հարց է,
ոնց որ այդ հարցը ինձ տվեցիք, նույնն էլ խնդրում եմ իմ կողմից իրան տվեք այդ հարցը։ Զսպող միջոց եթե չունենանք, մեր անվտանգությունը կապահովի թե չէ։ Հուսամ գործընկերներս կլսեն եւ առիթ կունենան Փաշինյանին այդ հարցը ուղղելու։ Պարոն Մեհրաբյանին վերջին հարցն է եւ շատ ուղիղ եւ սպառիչ պատասխան եմ ակնկալում։ Բարձր արժեքներից խոսեցիք, տիեզերքից խոսեցիք, բայց մենք ամեն օր նոր հատակներ ենք նվաճում, նոր հորիզոններ ենք նվաճում հատակում, անգամ մարդկանց անձնական կյանք ննջարան են ներխուժում քաղաքական ճղճիմ հարցեր լուծելու համար։ Ինչ եք կարծում, մենք ելք ունենք այս ճահիճից դեպի տիեզերք, ուղիղ եւ փոխաբերական իմաստով։ Մի քանի օր առաջ ես լսում էի Յուրատեր Խաչատրյանի ուրեմն հարցազրույցը, ասում են, եթե մի միտք, եթե դուք հայհոյանքով եք խոսում, այդ հայհոյանքը առաջինը ձեզ է, ուրեմն այսպես ասած ձեր մասին է եւ ձեզ է վերաբերվում, Եթե ընտանիքդ կառավարում ես շատ ցածր որակական, շատ ցածր բաներով, առօրեական խնդիրներով ես ուզում կառավարես ընտանիքը, իսկ ընտանիքը չի ծնվում, եթե տիեզերական գաղափար չկա այնտեղ։ Ընտանիքը չի ծնվում, երբ որ տիեզերական գաղափար չկա այնտեղ։ Եթե դու երազանք չունես քո երկրի ապագայի հանդեպ, դու մտնում ես առօրեականություն։ Դու սկսում ես ոչնչացնել այն արժեքները, որ ստեղծել են ուրիշները։ Դու փորձում ես արդարանալ եւ կատարել ուրիշների երազանքը։ Մասնավորապես թշնամուտ երազանքն ես սկսում իրականացնել, որովհետև դու սեփականը չունես, սրա մեջ է խնդիրը։ Զոհվածի ծնողներին հանդեպ նման վերաբերմունք ունենալ, որ հակառակը պետք է լիներ։ Սրանք մարդիկ են, որոնք բացարձակ ես եւ դու մենք գիտենք դա ինչ է նշանակում, չէ՞։ Հայրենիքի համար տալ ամենաթանկը։ Մեզ համար դուք չեք կարող ինչ որ մեկը գա ինձ եւ ձեզ բացատրի թե ինչ է հայրենիք։ Սա բարոյական իրավունք չկա այնտեղ, Եվ կներեք, եւ սա նշանակում է, որ մենք գործ ունենք, տեսեք, կառավարության մեջ լիքը լավ մարդ կա, մասնագետ։ Մենք դեգրադացիա ենք անում իրանց։ Մենք այս մարդկանց որակազրկում ենք։ Մենք բերում ենք խնդիրները դնում ենք ոստիկանի առջև, խնդիրներ ենք դնում, որը որ ինքը ատում է այդ խնդիրը կատարելուց, Բայց կատարում է։ Բայց կատարում է, բայց որովհետև ինքը աշխատավարձի հետ է կախված, Առօրեականությունը իրանը մտել է շատ բան, եւ դրա համար իր համար դարել է առօրեականությունը գերխնդիր։ Ինքը իր երեխայի ապագան չի տեսնում, առօրեականությունն է տեսնում, Այսօրվա հացը տեսնում, որ սեղանի վրա դրված է կամ ասենք վարկը, որ պետք է տանի մարի։ Մենք խնդիրները լրիվ փոխել ենք, եթե տիեզերականից այո, խնդիրները բերում ես հողերի մեջ եւ ասենք դնում ես ամենաբարձր բանը, կետը, անցնելու, այսպես ասած, գետնին գցած քարը, դեպքում պարզ է, որ ասենք օրինակ համար պետք է մտնել մարդկանց ննջասենյակները, պետք է մտնեն առօրեականության մեջ, իսկ ով էր քննարկում, ասենք Հյուլիոս Կեսարի, ասենք օրինակ համար բաները կամ ասենք, չգիտեմ, Տիգրան Մեծի կամ բանը, ով իրավունք ուներ մտնելու այնտեղ, կամ ինքը ում ննջասենյակներ մտնում, դա քննարկելի չէր։ Վերջը, գիտեք, խնդիրները եթե իջացնում ես ճղճի մակարդակի, այնտեղ լուծում չկա։ Եվ դրա համար ես այսօրվա քաղաքականություն հասկացողությունն էլ ինձ համար անընդունելի է եւ այդ քաղաքականություն բառն էլ բղծված բառ է, ասենք մենք պետք է վերասահմանենք ինչ է նշանակում քաղաքականություն, Եթե դու անում ես մի բան, որ ժողովրդի երազանքը իրականություն դառնա,
Այդ քայլերը կոչվում է քաղաքականություն։ Եվ այնտեղ պետք է լինի, պիտի յուրաքանչյուր քայլը, հա, հաշվարկված լինի եւ յուրաքանչյուր քայլը մտածված լինի, հա, ավելի քան որ դու կարող ես մտածել քո ընտանիքի համար։ Այս պատասխանատվություն բառն է, ուղղակի իմ մոտ քաղաքականություն ասելով, ոչ այսօրվա քաղաքական գործիչների կամ ասենք քաղաքականությամբ զբաղվողների, հա, պատասխանատվություն բառն է սինոնիմ դառնում, այդ հոմանիշ դառնում այդ բառին։ Արդյոք նույն քաղաքականություն բառի մասին ենք խոսում մենք։ Սա պետք է վերասահմանել, պետք է հասկանանք դա ինչ է։ Սա Ես հիշեցի մեր վերջին հարցազրույցը, պարոն Մեհրաբյան, որտեղ դուք ասացիք, որ Արենի կարդացած վերջին գիրքը Կոստանդզարյանի «Նավը լեռան վրա» գիրքն էր։ Ես մաղթում եմ, որ ձեր ստեղծած գիտական այդ կղզյակը դառնա Հայոց լեռներում խարսխված Զարյանյան խորհրդանշական նավը, որը մեզ մի օր իսկապես դուրս է հանելու այս ճահիճից։ Շնորհակալություն բաց եւ անկեղծ զրուցելու մեր առաջարկը ընդունելու համար, սիրելի ունկնդիրներ, հիշեցնեմ, որ իմ զրուցակիցն էր Արեն Մեհրաբյան բարեգործական հիմնադրամի համահիմնադիր, Միասնության թևեր քաղաքական նախաձեռնության անդամ Մհեր Մեհրաբյանը։ Զրույցը վարեց Ալիսա Գևորգյանը։ Հետևեք մեր ալիքին, բաժանորդագրվեք, թողեք մեկնաբանություններ նաև, ինչու ոչ։ Ցտեսություն։